Այդպես որ կարծեմ նկատել եք միշտ սիրում եմ իմ քարոզներս մատ նկարով սկսեմ։ Այսօր ունենք այս նկարը։ Տեսնում ենք, որ 3 հոգի ցածը կան նկարի, մեկ հոգի մեջտեղ փայլում, շատ ուժեղ լույսով եւ երկու մարդ նրա կողքը կանգնած։ Ով է իմանում այս նկարը ինչից է։ Այլակերպությունը, այո։ Կամ կարող ենք նույնպես ասենք պայծառակերպությունը, ես այդ բառը կօգտագործեմ այսօր, բայց այո, այլակերպությունն էլ է Հիսուսինը, որ Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին վերցնում է եւ նետում են լեռի վրա եւ այդտեղ պայծառակերպում է, այլարակերպում է եւ շատ զարմանալի եւ սպիտակ լույս է դառնում Հիսուսից գալիս է սպիտակ լույս։ Միշտ փորձում եմ հետաքրքիր թեմաներ ընտրեմ ձեր համար, իհարկե Սուրբ Հոգու օգնությունով, եւ այս քարոզի մեջ շատ զարմանալի բաներ կսովորենք։ Այս վերջի ժամանակ մի քանի շաբաթնա միշտ ասում եմ, ինչքան զարմանալի է քո խոսքը Հիսուս, երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ շատ զարմանալի connection-ներ կան, հետաքրքիր բաներ կան, եւ բաներ կան, որ հին կտակարանում կան եւ նորում լրանում են, նման են, շատ զարմանալի Աստծո խոսքը։ Թողեք աղոթենք եւ կսկսենք, իմ Հայր Աստված օգնիր ինձ այս քարոզի հետ Տեր, Հիսուս Քրիստոս թո փառքը միայն քեզի լինի, ես ոչինչ եմ, միայն մի հատ դադարք բան եմ քո համար, որ օգտագործես ինձի, Սուրբ Հոգի միջով խոսա, ինձ քո երկնային յուղովը տոցի եւ թող ամենը սովորենք եւ այս բաները, որ սովորում ենք այսօր Տեր, ճիշտից տպավորվի մեր ներսին մարդի մեջ, որ միայն չանցնի եթե, բայց Տեր նոր բաներ սովորենք այս քարոզի միջոցով, որ մեզ հետ կմնա հավիտյան։ Փառք քեզի, ամեն։ Մի հատ հարց ձեզ համար, երբեք ուզացել եք, որ Հիսուսի ժամանակ ապրեք երկրի վրա, օրինակ այնտեղ լինեիք, երբ որ մկրտվավ Հիսուսը ջուրի մեջ, որ աղավնին եկավ, Հայր Աստծո ձայնը եկավ երկնքից, կամ այդ ժամանակը հարսանիքում, որ Հիսուսը ջուրը դարձավ գինի, ինչքան լավ կլինի այդ փորձենք այդ գինին, չէ՞։ Կամ ես շատ կուզեիմ ծունգի գայեմ Հիսուսի խաչի դիմաց եւ տեսնիմ իր խաչելությունը, թեկուզ դժվար կլիներ, բայց ինչքան զարմանալի կլիներ։ Կարող է շատ մարդիկ ուզենան Հիսուսի հարության ժամանակ լինեն այնտեղ, երբ որ դուրս եկավ գերեզմանից։ Բայց ինչքան զարմանալի կլիներ, որ այս պայծառակերպության ժամանակ լինենք Հիսուսի կողքը։ Այս ժամանակն էր, որ Հիսուսի ճիշտ աստվածությունը ճիշտ պայթավ դուրս եւ այդ լույսը եւ այդ փառքը ցույց տվավ Հիսուսը։ Մատթեոս 17-ից ենք կարդալու այսօր առաջին համարից մինչև 8-ը եւ հետաքրքիր բաներ ենք սովորելու։ Տեսնելու ենք, որ Հիսուսը բացի որ եկավ քարոզի սովորացնի մարդկանց դաս տա, բացի որ եկավ բժշկություն գործի եւ բացի որ եկավ դևեր հանի, այնպես եկել էր, որ Աստծո փառքը Երևան բերեր երկրի վրա, ամեն։ Թողեք կարդանք այս մասը եւ կշարունակենք։ Մատթեոս 17:1-8 Գրածավ 6 օր հետո Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովանեսին իր հետ վերցրեց եւ նրանց առանձին մի բարձր լեր հանեց եւ նրանց առաջ այլակերպվեց։ Նրա դեմքը արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը Հիսուսին ասաց. Տեր, լավ է որ այստեղ ենք, եթե կամենաս այստեղ 3 տաղավարներ կպատրաստենք։ Մեկը քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ Եղիայի։ Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը, դրան լսեք։ Երբ աշակերտները լսեցին, երեսնավայր ընկան ու շատ վախեցան։ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. Վեր կացեք ու մի վախեցեք։ Նրանք իր աչքերը բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։ Ինչքան զարմանալի պատմություն է, չէ՞։ Քարոզս կոտրել եմ 6 մասի։ Առաջինը 3-ը, որ գնացին լեռան վրա, երկրորդը Հիսուսը, որ փոխակերպվավ, երրորդը Մովսեսի եւ Եղիայի հայտնվելը, չորրորդը Պետրոսի արձագանքը
5-ը ամպից ձայնը եւ 6-ը մեր ապագայի հույսը։ Թողեք առաջին նայենք եւ ուսումնասիրենք։ Այդպես որ գրված է Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբոր Հովանեսին իր հետ վերցրեց այդ լերան վրա։ Մատ զարմանալի connection կար, համեմատ կար հին կտակարին Մովսեսի հետ եւ Հիսուսին նոր կտակարանը։ Թվերի գրքի մեջ 11-րդ գլխի մեջ գրված է, որ Մովսեսը 70 ծեր ընտրավ, չէ՞։ Գրած է Տերն ասաց Մովսեսին Իսրայելից ծերերից միջից ինձ համար հավաքիր 70 հոգի, որոնց դու ճանաչում ես որպեսի ժողովրդի ծերեր եւ գլխավորներ։ Եվ իշքան հետաքրքիր Ղուկաս 10-րդի մեջ Հիսուսն էլ 70 կամ ուր ժամանակ գրած է 72 հատ աշակերտ է ընտրում, որպես ծերեր եւ գլխավորներ։ Այդում են տեղեր քարոզում են եւ պատրաստում են քաղաքները Հիսուսի համար։ Հետո ունենք 12-ն։ Հին կտակարանում կար 12 հատ ցեղեր, 12 հատ ժողովուրդ, որ Հակոբոսի երեխեքն են, Իսրայելի երեխեքը, տղերքը, եւ տեսնում ենք նոր կտակարանում Հիսուսն էլ 12 ուներ, որ ուղարկում էր դուրս։ Եվ նույնիսկ այս պատմության հետ կապված ունենք ելքի գրքի մեջ Մովսեսը դումա լերի վրա, Սինայ լերը, եւ մի բան որ չիմ նկատեմ, միջև որ պատրաստում էի, մարդիկ ատանում իրար հետ, հատկապես 3 հատը, որ ավելի մոտիկ են հասնում, միջև վերջ չեն եթում, բայց Ահարոնն էր, Նադաբը եւ Աբիհուն։ Եվ այս պատմության մեջ էլ ունենք Մատթեոս 17-ի մեջ, որ Հիսուսը բերում է Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին այդ լերի վրա։ Ինչքան զարմանալի Աստծո խոսքը։ Ուրիշ ժամանակներ էլ կար, որ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսը Հիսուսի հետ այդում էին տարբեր տեղեր։ Մի հատը որ գնացին Հայրոսի, Ժայրոսի աղջիկին, որ այն Կիրակին պատմամ ձեզի, իր աղջիկը մեռնելու վրա եւ հասան այնտեղ, ասան մեռած է, ինչ է անելու այստեղ Հիսուս։ Հիսուսը գնաց եւ ասում է Թալիթա քում, բարձրացնում աղջիկին եւ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսը տեսնում են, որ Հիսուսը զորություն ունի մահի վրա։ Ուրիշ ժամանակ Գեթսեմանայի պարտեզում Հիսուսը տանում է հենց նույն երեքին եւ իրենք կարողանում են տեսնել Հիսուսի տառապանքը շատ մոտիկից։ Եվ երրորդը որ էսա պայծալակերպությունը, որ երեքը տեսնում են Հիսուսի փառքը։ Բայց ինչի համար Հիսուսը այս երեքին ընտրում։ Ինչի ուրիշ երեքին չէր ընտրում։ Եթե Պետրոսին նայենք, Հիսուսը ընտրավ իրան այս բանի համար, որտեվ հետո ապագայում գործարքելոցի մեջ կտեսնենք, որ ինքը դառնում է լիդերը, առաջնորդը առաքյալներին, առաջից մինչև 12 գլխի մեջ։ Հակոբոսին ընտրավ, որտեվ Հակոբոսը շատ մի զորավոր մարդ էր լինելու, շատ մի զորավոր լիդեր էր լինելու եկեղեցու համար եւ նույնիսկ նահատակվելու էր։ Հովանեսն էլ ընտրվավ Հիսուսի կողմից, որտեվ մի հատ շատ երկար ժամանակ Հիսուսի համար վկա էր լինելու։ Այդպես որ մենք Հովանեսի ավետարանն ա գրե, 3 հատ նամակներ ա գրե եւ հայտնության գիրքն ա գրե։ Տեր Հիսուսը պատրաստում է նրանց, որ մեծ ձևի օգտագործելու է եւ կարող է մեզ համար էլ նույնպես անի։ Մեզի կպատրաստի, որ օգտագործի մեզ։ Հետաքրքիր է, որտեվ Պետրոսը իր նամակի մեջ գրում է հենց այս պայծալակերպության մասին, առաջին գլուխ 16 համար, երկրորդ Պետրոսի մեջ, ասում է մենք ոչ թե հնարված առասպելներ հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը ու գալուստը, այլ ականատես եղանք, վկա եղանք կամ աշկերով տեսանք նրա մեծությունը։ Քանի որ Հայր Աստուծո ստացավ փաթիվ ու փառք, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի ձայն եկավ իրեն։ Դա է իմ սիրելի որդին, որի ունեմ իմ բարեհաճությունը։ Եվ երկնքից եկած այդ ձայնը հենց մենք լսեցինք, երբ նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք։ Իսկ Պետրոսը խոսում է հենց այդ ժամանակվանը մասին։ Հիմա տեսնենք այդ փոխակերպվելը Հիսուսին, այդ պայծալակերպությունը։ Այս բառը փոխակերպվելը գալիս է հուներեն բառից metamorphode, անգլերեն metamorphosis, եւ Ղուկասը գրում է, որ երբ որ Հիսուսը աղոթում էր, իր երեսը սկսավ փայլել արևի նման, շատ ուժեղ ձևի, եւ գրված է, որ իր շորերը Հիսուսինը դարձավ մեծ շատ ուժեղ սպիտակ գույն, մեծ սպիտակ, որ քլորաքս չի կարողանի, բլիչ չի կարողանի, վայտեքս չի կարողանի,
շատ զարմանալի սպիտակ լույս եկավ Հիսուսի շորերից։ Եվ այս սպիտակությունը շատ աստվածային սպիտակություն է։ Սպիտակ լույս էր ուժեղ։ Կարող է հիշեք մեկ քանի ուրիշ անգամներ, որ մարդկանց երեսը փայլում է, ով է իմանում, հիշում եք, որ եղել են իմանաս։ Չէ՞։ Մովսեսը, այո, մի հատ կա։ Էլի ինչ հիշում եք։ Այո, շատ ճիշտ եք, Ստեփանոսը, հիմա կկարդանք դրանց մասին։ Ամել կա մի հատ ուրիշ, որ երեսը չի փայլում, բայց Պողոսն է, երբ որ Դամասկասի այդում կխոսանք դրա մասին, երեսները պայծառանում է։ Առաջին այդպես որ ասակ Մովսեսն էր, որ գնաց Սինայ լեռի վրա, 10 պատվիրաններ ստացավ, երբ որ ցած եկավ, որովհետև Աստծու հետ էր այդ վերևը, Աստծու փառքը փայլեր իր վրա, ցած եկավ այդպես նկարի մեջ, կարեք տեսնեք երեսը փայլում էր։ Մարդիկ վախենում էին, Ահարոնն էլ վախենում էր, ընկնում էին այդ նկարի նման, չին կարող նային Մովսեսի երեսը, որտեղ Աստծու հետ հանդիպել էր։ Դրա համար գրված է, որ Մովսեսը մի հատ ծածկոց դրավ իր երեսին։ Եվ ես հավատացած եմ, որ մենք էլ եթե շատ ժամ անցկացնենք Աստծու հետ, աղոթքի մեջ ծունգի վրա միայն մենք եւ ինքը, ըստամ մեր երեսները կարող է մեկ քիչ գոնե փայլի։ Երկրորդն էլ Ստեփանոսը, որ քուրասմիկը ասավ, Ստեփանոսը առաջին նահատակված մարդն էր Աստծո խոսքի մեջ, նոր կտակարանում Հիսուսի համար, եւ գրված է, որ Ստեփանոսը մի հատ հոգով լցված մարդ էր, հավատքով, հոգով լցված մարդ էր, եւ այդում էր քարոզում էր Հիսուսի մասին։ Գնաց մի հատ հրյանայի տեղ եւ սկսում էր քարոզել Հիսուսի մասին, նրանք ջղայնացան իր վրա եւ գնացին դատավորներին, Սանհեդրինին, ասան, որ այս մարդը հակառակ է խոսում տաճարին ու Մովսեսին։ Այն ուզում են իր բերանը կողպին, basically։ So Ստեփանոսին բերան այդ Սանհեդրինում, այդ դատաստանի մոտ եւ գրված է, որ ամենը այդտեղ նայան Ստեփանոսի երեսին, որովհետեւ դարձավ մե պայծառ լույս իր երեսի վրա։ Գրված է, որ ճիշտ հրեշտակի նման եղավ իր երեսը, because his face became as bright as an angel's։ Եվ տեղից սկսում է խոսել Ստեփանոսը, շատ սիրուն բաներ ասում, որ ինչի համար նա Հիսուսը Մեսիան, ամենի առաջ պատում է։ Եվ հետո իր կյանքը տալիս է, քարկոծում են իրան։ Այս ժամանակ Աստծո երեսը փայլավ Ստեփանոսի երեսի վրա։ Եվ երրորդը չէ, 2.5-ը, որտեղ Պողոսի երեսը չի փայլում, բայց կույրանում է, դա երբ որ Սավուղ էր իր անունը, Պողոսինը, նախքան քրիստոնյա է, եւ գրված է Գործարքելոցի մեջ 9-րդ, 22 եւ 26 գլխում, որ ինքը քայլում էր այդար Դամասկոս եւ միանգամից մի հատ լույս եկավ երկնքից, գրված է, որ արևից ավելի ուժեղ լույս էր եւ փայլավ իր վրա եւ իրան կույրացրավ։ Եվ Հիսուսն ասում է. Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձի հալածում։ Սավուղն էլ քանստը վրա երեսը պայծառանար, կույրացավ այդ զարմանալի լույսից, աստվածային լույսից եւ փառքից։ Այս երեք հոգին, որ նոր խոսացինք մասին, իրանց վրա այդ լույսը reflect արավ, ճիշտ հայլի նման կպավ, բայց Հիսուսից այդ պայծառակերպության ժամանակ լույսը իրանից բխավ դուրս, որտեղ ինքը Աստված է։ Ինքն է աղբյուրը այդ լույսի եւ փառքի, ամեն։ Եվրացիս առաջին գլուխ 3-րդ համար ասում է. Որդին է Աստծո փառքի լույսը ու նրա էության արտահայտումը։ The sun is the radiance of God's glory and the representation of his being։ Այդ նույն Մովսեսը, որ այդ ժամանակ սարիվար Աստված չթողավ իր երեսը տեսնել, հիմա կարողանում է Հիսուսի երեսը տեսնի։ Եվ Մովսեսը այդտեղ է եւ Եղիան։ Ինչ են ներկայացնում Մովսեսը եւ Եղիան։ Ներկայացնում են Աստծո օրենքը, որ Մովսեսը տվավ, եւ մարգարեները, որ Եսայան Աստծո մարգարե։ Եվ կարող ենք տեսնենք, որ այս մարգարեն եւ օրենքը, մարգարությունը եւ օրենքը Հիսուսին իրանք էլ ներկայացնում են, որտեղ ամեն ինչ հին կտակարանում ճիշտ point անում դեպի Հիսուսին։ Ես հիշում եմ Եսու Քրիստը գնացինք մի հատ եղբայր մոտ Փասադինայում, Գերի էր անունը, նստած ենք իր հետ խոսում ենք եւ Եսու Քրիստը ասանք, ինչ համար շատ ժամանակ դժվար է հին կտակարանը կարդամ, ճիշտ մեկի ձանձրանալի է ժամանակներ կա,
քանց թե նոր կտակարանը արագ կարդում ենք, ուրախանում ենք։ Եվ այդ եղբայրը շատ հավատքով եղբայր էր, ասավ պետք է այսպեսի կարդաս, որ տեսնես այդ 5 կտակարանում ամեն այդ գիրքերը դեպի Հիսուսին են point անում։ Օրինակ Ծննդոց գրքի մեջ տեսնում ենք սերմը, որ Աստված խոսում է մասին, որ աղջիկի միջոցով կգա Հիսուս Քրիստոսն է։ Կարող ենք ասենք օրինակի համար արատների մեջ իմաստությունը Հիսուս Քրիստոսի նման է։ Երկերկոցի մեջ կարող ենք ասենք Հիսուսը ճիշտ փեսեն է երկերկոցի մեջ։ Եսայային իհարկե ծառան է Հիսուս Քրիստոսը։ Զաքարիայի մեջ Հիսուսը թագավորն է, որ փրկություն է բերում։ Կարող ենք այդպեսի կարդանք 9 կտակարան եւ իմանանք, որ օրենքը եւ մարգարեները միշտ Հիսուսի դեպի են նետվում։ Մովսեսը եւ Եղիան երկուսն էլ շատ հետաքրքիր վերջ ունեցան իրանց կյանքների, կարող ենք ասենք երկրի վրա։ Մովսեսը մահացավ եւ Աստվածը իրան թաղեց։ Մարդիկ չթաղան, բայց Աստված իրան թաղեց, ոչ ոք չիման որտեղ է թաղվել։ Եվ Եղիան գրած է, որ հապշտակվավ, Աստված իրան երկինք տար։ Եվ ուրիշ հետաքրքիր բան, երկուսն էլ լեռի վրա Աստծու հետ մի հանդիպում են ունեցել։ Մովսեսը Աստծուն հետևից տեսավ, եւ Եղիան էլ հենց Խորեբի լեռի վրա Աստծու նուրբ եւ լուր ձայնը լսեց, Աստծու whisper-ը լսեց։ Եվ հիմա այդ երկուսը, որ այդ ժամանակ լեռի վրա էին, ելի նորեն Հիսուսի հետ լեռի վրա են, Աստծու որդու հետ լեռի վրա են։ Ղուկասի մեջ, որտեղ Ղուկասն էլ խոսում է պայծառակերպության մասին, գրած է նրա հետ խոսում էին երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին, եւ այս մասն ավելի կարեւոր, նրանք փառքով երևալով նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Ինչի մասին է խոսում Մովսեսն ու Եղիան Հիսուսի հետ, դրա խաչի մասին։ Ինչքան հետաքրքիր։ Եկելին այդ երկուսը, որ գային խաչի մասին խոսային, Հիսուսին ցույց տային եւ թողնին էթային։ Մովսեսը չէր կարող էթար խոստացված երկիրը։ Իմանում եք ինչու։ Այո, Աստծուն չլսեց։ Մետեղին հասել ժայր կար, Աստվածը Մովսեսին ասավ խոսա այս ժայրին, բայց Մովսեսը գրված է ջղայնացավ մարդկանց վրա եւ իր ցուփով խփավ, գավազանով խփավ այդ քարին, որովհետեւ Աստծուն չհարգավ մարդկանց առաջ, Աստված իրան ասաց, չես կարող մտնես խոստացված երկիրը, the promised land։ Բայց ինչքան հետաքրքիր է, որ հիմա Հիսուս Քրիստոսի խաչի միջոցով այդ Մովսեսը կարողացավ ելնել այդ խոստացված երկրի մեջ, այդտեղ։ Մեզ համար էլ նմուշ է, որ Քրիստոսի հետ մենք էլ մի օր կեթանք այդ խոստացված երկիրը, ամեն։ 4-րդ մասը Պետրոսի արձագանքը։ Պետրոսը որտեղ էր, ճիշտ վախեցավ, վստահ մենք էլ մեկ քիչ կարող վախենայինք։ Մի անգամից ճված ասավ Տեր, ինչ լավ է որ մենք ստեղ ենք թողեք 3 հատ վրան սարքենք քո համար։ Մի հատը քո համար, մի հատը Մովսեսի, մի հատ Եղիայի համար։ Բայց Պետրոսը չէր հասկացել, որ ինչքան կարևոր ժամանակ էր այս։ Ճիշտ Մովսեսին, Եղիային ու Հիսուսին նույն տեղի էր դրել, բայց միանգամից այդ ժամանակ ինչ եղավ, ամպից մի ձայն եկավ։ Եվ ձայնը ասեց. դա եմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը, դրան լսեք։ Ինչ հետաքրքիր է վերջի երկու բառը, որտեղ եթե նայում ենք Հիսուսի բապտիզմը, մկրտությունը, տեսնում ենք, որ Աստված այդ նույն բանը ասում է, բայց այդ վերջի մասը չկա, դրան լսեք։ Բայց ինչի համար Աստված հիմա ասում դրան լսեք։ Որտեղ եթե նայենք երկրորդ օրինաց գիրքը, Մովսեսը ասում է. քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար, նրան լսեք։ Ճիշտ այդ մարգարեությունը Մովսեսից Աստված օգտագործում է այստեղ։ Ասում է օքի բարձրացնելու եմ, նրան լսեք, էս է այն մարգարեն։ Եվ այս ասելով Աստվածը, Հայր Աստված ասում է, որ հիմա Հիսուս ունի վերջնական իշխանությունը։ Չէ որ օրենքը, չէ որ մարգարեները, բայց ամեն ինչը Հիսուսինն է, բոլոր փառքը Հիսուսին է։ Պետրոս ասում է 3 հատ անենք, Աստված ասում է չէ, միայն մի հատն է կարևոր, Հիսուսն է կարևոր։ Եվ միանգամից գնում են եւ Հիսուսը մնում է։ Եվ վերջինը, ինչա նշանակում է ամենը մեզ համար։
մեր ապագայի հույսը։ Այս նկարը կօգտագործենք։ Քահանապետները միշտ այս ձախ կողմի նկարի նման էին հագնվում։ Շատ սիրուն, զարմանալի հագուստներ։ Տարբեր քարերով, ադամանտով, դայմոնդով, սաֆայր ու մեծ քարեր։ Երեք research արամ, ասամ գրամ ինչքան կարժեր է շորը հիմա։ Գրված էր $10 միլիոն, որտեղ բացի որ այդ մեծ քարերը կարվում են, կատարյալ քարերը, ամեն այդ շորը կարված էր ոսկիով։ Այդ ներկերը, որ օգտագործում են այդ շորի համար, թագավորական ներկեր։ Բայց Քավուչան օրը, Դեյվը Թոմին, Յամ Քիփուրի վրա քահանապետները այդ զարմանալի հագուստները հանում էին եւ այդ աջ կողմի սադա համեստ խոնար շորերին հագնում եւ այդում են եւ զոհերը կատարում են։ Ինչքան զարմանալի Աստծո խոսքեր, որ Հիսուս Քրիստոսը ճիշտ է ձախ կողմի այդ փառքի հագուստներից երկնքից ցած եկավ, խոնար շորեր հագավ, մարդու շորեր եւ գնաց քավուչուն արավ։ Փառք Աստծուն։ Մի հատ շատ զարմանալի նմուշ է Աստծո խոսքից։ Եվ այդ պայծառակերպության ժամանակ ճիշտ մի հատ համտես տվավ մեզ եւ առաքյալներին այդ փառքից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը սպասում է մեզի երկնքում։ Եվ երկնքում գրված է, որ արև չի լինի, լույս չի լինի, տաճար չի լինի։ Գրված է քաղաքը ոչ արևի, այլ լույսի կարիք չունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան եւ գառն է նրա ճրագը։ Հալելույա։ Մի օր կգա, որ Հիսուսին կտեսնենք իր ամբողջ փառքով։ Այդ քահանապետի նման միայն այդ սպիտակ հագուստներով չի լինի, բայց զարմանալի 10 միլիոնավոր շորով եւ փառքով կլինի։ Իհարկե նմուշ եմ ասում ճիշտից։ Փող չի լինի երկնքում երևի։ Միայն մի վարկյանի քարտ ժամի համար չի ելնի, այդպես որ լեռի վրա էր Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննեսի հետ, բայց հավիտենական կլինի Հիսուսի փառքը։ Այդպես կտեսնենք իրան, Հովհաննեսը գրում է թուղթի մեջ առաջին թուղթը։ Այդպես կտեսնենք իրան, որ կա, որ է եւ երկինքը կլինի մի հատ հավիտենական պայծառակերպություն միայն մի պատճառի համար Հիսուս Քրիստոսի արյունի համար։ Կարող ենք ասենք փառք քեզի Հիսուս Քրիստոս։ Ամեն